Վերադարձանք տաղավար և այսօր արդեն մի քանի անգամ խոսեցինք այն թեմայից, որի մասին հիմա առավել մանրամասն և առավել պրոֆեսիոնալ տեսանկյունից կանդրադառնանք շնորհիվ մեր հյուրի, ասենք, որ 1848 թվականի ապրիլի 2-ին էր, որ Խաչատուր Աբովյանը դուրս եկավ իր տնից և այլևս չվերադարձավ, մինչ օրս մեծ գրողի և լուսավորչի անհայտ բացակայության առեղծվածային պատմությունը հանգիստ չի տալիս հետազոտողներին, այս ընթացքում շրջանառվել են բազմաթիվ վարկածներ և կարծիքներ, քննության են դրվել հավանական ու անհավանական տեսակետներ, հրապարակվել են ծավալուն աշխատություններ, սակայն այդ ամենով հանդերձ գաղտնիքը շարունակում է մնալ գաղտնիք, իսկ յուրաքանչյուր նոր մոտեցում էլ ավելի է խճճում, առանց այդ էլ խճճված պատմությունը։ Մեր տաղավարում է Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանի տնօրեն Արևիկ Ստամբոլցյանը։ Բարի լույս, շնորհակալ ենք մեզ հյուրընկալվելու համար։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Սիրով։ Եթե այսպես այս պատմությունը բազմիցս բազմակողմանի խոսվել է, բարձրաձայնվել է, այ հետաքրքիր է ինչ նոր մոտեցումներ և նոր բացահայտումներ կան, որոնց մասին անհամեմատ ավելի քիչ է խոսվել, ուղղակի որովհետև դրանք նոր են։ Շատ բարին։ Տեսեք, Խաչատուր Աբովյանի անհետացման վերաբերյալ բազմիցս ուսումնասիրություններ են եղել և հիմնականում հենց խորհրդային ժամանակաշրջանում։ Եթե այսպես հետադարձ հայացք նետենք, խորհրդային ժամանակաշրջանից հետո կարծես թե այս մասով որևէ նոր բացահայտումներ չկան և չէին էլ կարող լինել, որտեղ փաստերը այնքան կսկութուր են և ընդհատվող, որ դրանց հիմքով որևէ նոր բանի և նոր արդյունքի հասնել անհնարին է։ Սա թերևս մեր մշակույթի պատմության ամենաառեղծվածային և ցավալի էջերից մեկն է, և ժողովուրդը վաղուց Աբովյանի անհետացումը պսակել է որպես անմահության խորհուրդ։ Եվ Աբովյանի պես անսովոր ճակատագրի հնարավորությունների և հմտությունների պես մարդը չէր կարող սովորական վախճան ունենալ։ Թե նրա ապրած կյանքը, թե նրա գործունեությունը և թե անհետացումը կարծես մեզ համար մի պատմության դաս էր։ Դաս անձնական օրինակի ի տես հետագա սերունդների։ Դաս, որը ցույց է տալիս, ինչպես կարող է մարդը միայնակ, երբ թվում է, թե չկա ճար ու հնար, բացել մի նոր քաղաքակրթության շրջան։ Մարդ, որը միայնակ կարողացավ մի նոր լուսավորության շրջան բացել, դարերով պետականությունից զրկված տգիտության և խավարի մեջ գտնվող ժողովրդի համար։ Սա դաս է մեզ համար հայրենասիրության, անձնվիրության, մենավոր խիզախության, աստվածասիրության և մարդասիրության։ Եվ այսօր, ապրիլի 2-ին, ես հուսով եմ, սա այս նվիրական և սրբազան օրը առիթ կլինի շատերիս համար խորհելու և մտորելու Աբովյանի անձի շուրջ։ Տեսեք, առաջին օրերին տիրապետող վարկածները երկուսն են եղել՝ ինքնասպանության վարկածը և Աբովյանը ծպտված ինչ-որ միտեղ հեռացել է։ Ինքնասպանության վարկածի վերաբերյալ տեսել է նրան զանգուի կամ արաքսի ափերին, սա էլ միանշանակ չէ, այսինքն միևնույն վարկածի շուրջ մենք ունենք տարբեր կարծիքներ։ Իբր տեսել են Աբովյանի դեն գետի եզերքին, բայց չգիտես ինչու հետագա քայլեր չեն ձեռնարկվել ինքնությունը պարզելու համար։ Տեսել են Աբովյանին ծպտյալ ինչ-որտեղ հեռանալուց, մեկ Կարսի կողմերում, մեկ Պլանի գլուխ ասված, այժմ Մաշտոցի պողոտայով, Աբովյան պողոտայով քայլելիս, տեսել են Գյանջայի կողմերում, հետագայում Ռուսաստանում։ Այսպես սրանք տիրապետող վարկածներն են եղել, և երբ մենք ուսումնասիրում ենք Աբովյանի արդեն այսպես դատաքննության գործերը, տեսնում ենք, որ այն 6 ամիսների ընթացքում, երբ ընթացել է Խաչատուր Աբովյանի դատաքննությունը, որևէ վկայություն չի եղել Աբովյանի սպանության վերաբերյալ, որևէ վկայություն չի եղել Աբովյանի անհետացման, մասնավորապես Սիբիր աքսորի կամ ծպտված ինչ-որ միտեղ հեռանալու վերաբերյալ։ Բայց ամենահավանական տարբերակը, եթե այսպես փորձենք, գուցե ոչ պրոֆեսիոնալ հնչի հարցս, բայց ամեն դեպքում կա մի տարբերակ, որը ամենահավանականն է։ Հավանական տարբերակներ համարվում է սպանության վարկածը և աքսորի վարկածը։ Բայց տեսեք, սպանության վարկածը շրջանառության մեջ է մտել շատ ավելի ուշ, այսինքն այն 6 ամիսների ընթացքում, երբ որ դատաքննությունը գնում էր, որևէ վկայություն չկար Աբովյանի սպանության վերաբերյալ։ Եթե մենք կարդում ենք դատարանի վճիռը, տեսնում ենք երկու կսկտուր կետեր։ Հայտնաբերել են ինչ-որ մի կմախք արաքսի ափին, որը պարզվել է 16-ամյա աղջկա կմախք է,
եւ խոր վիրապում կոշիկ են հայտնաբերել։ Կինը հաստատել է, որ դա Աբովյանի կոշիկն է, իսկ կոշկակարը հերքել է, ասելով, որ ես բոլորին կարում եմ նույն կաղապարով։ Ըստ այդմ չեմ կարող դա հաստատել։ Եվ այս երկու, այսպես կսկտուր վկայությունների հիմքով էր գործը կարճվել, այսինքն գործը փակվել է եւ Աբովյանը ճանաչվել է անհայտ բացակայող։ Արդեն հետագայում ժողովրդի մեջ շրջանառության մտավ սպանության վարկածը, սա նույնպես մի քանի կարծիքներ ունի։ Մեկ սպանվել է Թուրքի կողմից Խանդի հողի վրա, մյուս վարկածները պարտքի պատճառով։ Աբովյանը շատերին պարտքով գումար էր տալիս։ Եվ այստեղ երկու անուն է շրջանառվում։ Մեկ իր աշակերտ Շաֆիբեկի անունը, նրա հայրը պարտքերի պատճառով, այսպես գնացել էր Պարսկաստան խուսափելու համար պարտքերից, Աբովյանը նրանց ընտանիքին տալիս է այդ գումարը պարտքով։ Հետագայում, երբ որ հայրը վերադառնում է, որպեսզի պարտքը չվճարի նաև, Խանդի հողի վրա, սպանում են Աբովյանին։ Եվ մյուս նույն վարկածի վերաբերյալ հետևյալ կարծիքը ոմն Իսկանդարը, որին Աբովյանին պարտք են եղել 1000 ռուբլի, եւ այս պարտքը չվճարելու համար դարձյալ Աբովյանին սպանել են։ Այսինքն շատ կսկտուր անհիմն փաստեր չկան, որովհետեւ այսպես հիմնավոր փաստարկներ, որոնց վրա կարելի է ինչ-որ մի լուրջ բացահայտում անել։ Հետևապես հետագա բացահայտումները Աբովյանի անհետացման վերաբերյալ բացառված էին։ Անհնար է ինչ-որ երերուն հողի վրա ինչ-որ չէ, այսպես տուն կառուցել։ Եվ հետևաբար բոլոր հետագա բացահայտումները եւ փորձերը Աբովյանի անհետացման պետք է տանեին փակուղի։ Որովհետև ընդհատվող փաստերը չեն կարող բերել լիարժեք արդյունքներին։ Իսկ գուցե չեմ քաղաքական իրավիճակն էր թելադրում, որ այդ փաստերը հենց այդպես կծկտուրել մնային, այսինքն որոշակի զարգացում չունենային, որովհետև նաև չգիտեմ, քաղաքականացվում է այս ամեն ինչը, որովհետև Աբովյանը իր տեսակով խիզախ էր, իր տեսակով համարձակ էր այդ ժամանակաշրջանի համար։ Նույն Արարատ բարձրանալու հետ են կապում, որ ինչ-որ չափով դա արգելված էր այդ արշավախմբում իր լինելը, այս մասով Արարատ բարձրացել է Աբովյանը 1829 թվականին Դորպատի արշավախմբի հետ միասին։ Դա արդեն 1848 թվականն էր։ Երկրորդ անգամ բարձրացել է գերմանացի գիտնական Աբիխի հետ եւ գագաթին չեն հասել։ Դա 1844 թվականն էր եւ վարկածներից մեկն էլ դա է, իբր թե ժողովուրդը նրանց մեղադրել է, որ դուք մեզ խաբում եք, չեք բարձրացել Արարատի գագաթը եւ մենք պետք է հաշվի հարդար տեսնենք ձեր հետ։ Եվ իբր այս պատճառով Աբովյանը թողել անհետացել է։ Սա իհարկե շատ այսպես իրականում ծիծաղելի ինչ-որ մի հիմնավորում է։ Նախ նրանք չէին հասել եւ նրանք այդ մասին հայտարարել էին։ Երրորդ անգամ Աբովյանը Մասիսի գագաթ է բարձրացրել անգլիացի ճանապարհորդ Սեյմուրի հետ։ Կամ մեկ վարկած, որը նաև այսպես խոսում է, որ դա կարող է պատճառ հանդիսանալ, Աբովյանը այսպես պաշտոնապես գրազ է կնքել Երևանի փոստապետի հետ։ Սույն անձնավորությունը Աբովյանի մեղադրում էր, որ դուք չեք բարձրացել Արարատի գագաթ, այսինքն վերելքից հետո մշտապես հալածել են Աբովյանին։ Եվ այս գրազը, եթե Աբովյանը բարձրանում էր, այսինքն փոստապետը պետք է նրան վճարեր 1000 ռուբլի, իսկ եթե չէր բարձրանում, Աբովյանը պետք է վճարեր։ Եվ իբր թե այս հիմքով Աբովյանին սպանել են։ Փոստապետը վախենալով, որ Աբովյանը գրազը կկատարի, իբր թե սպանել։ Սա իհարկե իրականում շատ անհիմն ոչ հիմնավորված փաստարկ է։ Այսինքն բոլոր փաստարկներն կսկրտուն են ըստ էության, հիմնական վարկածը, որ կարող են դիտարկել, թերևս սպանության վարկածն է։ Սպանության կամ աքսորի։ Սպանության աքսորը բացառում ենք։ Աքսորը նույնիսկ ժառանգները այսպես չեն ընդունում աքսորի վարկածը, ինչու, որովհետև Աբովյանը ինչքան էլ որ հակասություններ ուներ ցարական կառավարության հետ, հիմնականում նրա այսպես հակասությունները կապված էին լուսավորական գործունեության հետ, երբ որ ինքը փորձում է դպրոցներում բարեփոխումներ մտցնել, ինքը մշտապես հանդիպում էր խոչընդոտներին։ Բայց որպես պետական հանցագործ երբեք չի դիտարկվել Աբովյանը բարձրագույն իշխանությունների կողմից։ Իսկ եթե այն ժամանակ աքսորում էին մարդկանց, դրան պետք է այսպես նախորդեին սենատի որոշումներ, բարձրագույն իշխանությունների հրամաններ։ Իսկ այս մասով որևէ վկայակոչող փաստաթուղթ չկա, որևէ արխիվում չկա։ Նույնիսկ ասում են, եթե արխիվները վերացնում են, դրանց կրկնօրինակները պահպանվում են։
Եվ հետո աքսորի վարկածը մտավ շրջանառության մեջ արևմտահայ գաղթօջախներից 1858 թվականներին, այսինքն իր անհետացումից 10 տարի անց։ Հետևաբար սա դիտարկել որպես հավաստի վարկած Աբովյանի անհետացման, ինձ թվում է այդքան էլ խելամիտ չէ։ Իմ կարծիքով եւ իմ այսպես տարիների ուսումնասիրությունների արդյունքով սա իմ անձնական կարծիքն է իհարկե, որ Աբովյանը ուղղակի թողել հեռացել է։ Այդպես մտածում էր նաև նշանավոր աբովյանագետ Պիոն Հակոբյանը, որը այսպես ժամ առ ժամ է ուսումնասիրել Խաչատուր Աբովյանի կյանքը եւ գործունեությունը, չգիտես ինչու այս հարցում նա այսպես չեզոքություն պահպանեց։ Եվ այդպես հարևանցի ձևով ուղղակի ասում էր, որ Աբովյանը կամ այսպես ինքնասպանություն է գործել կամ ուղղակի հեռացել։ Շատ հետաքրքիր թեմաների դեռ կանդրադառնանք, այս պահին գնանք դիտենք Գովազդ, վերադառնանք եւ շարունակենք մեր զրույցը։ Վերադարձանք տաղավար, հիշեցնեմ, որ Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանի տնօրեն Արևիկ Ստամբոլցյանի հետ զրուցում ենք Խաչատուր Աբովյանի անհետացման առեղծվածի մասին եւ տեսեք, ինչքան էլ ամենահավանական տարբերակը դուք ձեր կողմից ասենք սուբյեկտիվ նշեցիք ուղղակի անհետացումը, հա, ուղղակի դուրս է եկել եւ գնացել է անհայտ ուղղությամբ։ Եկեք խոսենք նաեւ սպանության հետ կապված առավել մանրամասն, որովհետեւ երբ օրինակ Google-ում գրում ենք Խաչատուր Աբովյան, այնտեղ վերում են որտեղ Խաչատուր Աբովյանի գերեզմանը ու տարբեր վերսիաներ են։ Այ մի քիչ ավելի մանրամասն կարող ենք խոսել այս թեմայի մասին։ Եթե կա գերեզման, ապա ինչու օրինակ արտաշիրիմում չեն արել կամ ինչ-որ հետազոտություն չի արվել։ Տեսեք, մի այդպիսի հայտնի պատմություն կա, պատմել է Աբովյանի ծոր Էրիխ Շախաթունու ուսանողական ընկերը, ոմն Ասատուր ազգանվամբ, անունը հայտնի չէ, եւ նա այսպես այդ հարցով շատ է փորձել, հա, Աբովյանի ծորից ինչ-որ տեղեկություններ կորզել, մի խոսքով կարողացել է որոշ տեղեկություններ այսպես հավաքել սպանության վերաբերյալ։ Այս պատմության հիմքով հետագայում գիրք գրեց պատմաբան Վարշամ Ավետյանը, Աբովյանի չարանենք սպանությունը վերնագրով։ Իբր այն թրքուհին, որի պատճառով սպանվել է Խաչատուր Աբովյանը, տարիներ անց գալիս է Վարդան Աբովյանի, Խաչատուր Աբովյանի որդու մոտ եւ ասում, որ ես գիտեմ ով է սպանել ձեր հորը եւ որտեղ է թաղված ձեր հայրը։ Կարող եք արտաշիրիմել եւ համոզվել դրանում։ Վարդանը մեկ օր է խնդրում, հա, թրքուհուց, որպեսզի ընտանեկան խորհուրդ կազմեն եւ որոշեն։ Եվ ընտանեկան խորհրդում որոշում են չարտաշիրիմել, որովհետեւ մտաբախություն ունեին, որ ինչ որ կերպ այս հարցը կազդի հոր բարի համբավի վրա։ Եվ թրքուհին թողնում հեռանում է այդպես։ Այս հարցը մնում է առկախ։ Տարիներ անց, արդեն խորհրդային ժամանակաշրջանում, այս հարցով բարձրագույն իշխանություններին դիմում են Աբովյանի թոռները եւ ստանում են մերժում։ Այս անգամ իհարկե վտանգված էր այսպես ժողովրդների բարեկամության հարցը։ Այս հարցի հետ կապված այսքանը կարող եմ ասել։ Եվ Շաֆի բեկը մասնավորապես նաև վկայություններ կան Շաֆի բեկի հետ կապված աշակերտի, որ այսպես հրավիրել են իրենց տուն, իբր պարտք վճարելու համար, եւ այսպես կացնով Խաչատուր Աբովյանին սպանել են եւ թաղել են ընկուզենու տակ։ Դա մոտավորապես Թուրքի թաղամաս կար ժամանակին Այգեստանի տարածքում այժմյան եւ հիմա դրա վրա իհարկե արդեն տուն է, շենք է կառուցված, այսինքն հետագայում այլևս Խաչատուր Աբովյանի ժառանգների համար անհնարին եղավ պարզել արդյոք իրականում այդտեղ էր թաղված Խաչատուր Աբովյանը թե ոչ։ Հա, այս պատմության մեջ նաև հայ մյուս գրողի անունն է այսպես շահարկվում, Աքսել Բակունցի մասին է խոսքը։ Ինչ պատմություն է թաքնված այստեղ։ Աբովյանը Բակունցի համար յուրահատուկ դեր ուներ, հա, իր գրական, ստեղծագործական եւ գաղափարական, հա, ոգորումներում եւ գործունեության մեջ։ Եվ Բակունցը ըստ էության առաջինն էր, որ փորձեց որոշակի արխիվային վավերագրերի հիման վրա պարզել Խաչատուր Աբովյանի անհետացման վարկածը։ Նա գտնում էր, որ Խաչատուր Աբովյանը 1848 թվականին գնացել է մասնակցելու եվրոպական հեղափոխությանը։ Հավանականն էր դա։
ծպտվել է, ազգանունը փոխել է, այսպես մի խոսքով։ Ոչ, դա շատ խիստ քննադատության ենթարկվեց ժամանակի նշանավոր պատմաբան Աշոտ Հովհաննիսյանի կողմից եւ Պիոն Հակոբյանն էր սրան դեմ, որ Աբովյանը ուղղակի չէր կարող այդպես թողնել, հեռանալ, մասնակցել եվրոպական հեղափոխությանը։ Իսկ իր ընտանիքի դիրքորոշման հետ կապված ինչ արխիվային տվյալներ կան, այսինքն ընտանիքը երկար ժամանակ փնտրել է, ինչ ընտանեկան դիրքորոշումներում դե բացառվում է աքսորի վարկածը, որոշ չափով սպանության վարկածը, որոշ չափով, բայց ոչ լիարժեք, բայց ավելի շատ իրենք հակված են սպանության վարկածին։ Իսկ ինքնասպանության ոչ, չեն կարծում, որովհետև ամեն դեպքում չմոռանանք Աբովյանը հոգևորական էր եւ իր սկզբանը, ինքը իր կրթությամբ իհարկե հետագայում ինքը ազատվեց հոգևոր կոչումից ամուսնանալու նպատակով, բայց ինքը մինչև կյանքի վերջ այսպես հավատարիմ էր, Աստծուն, առաքելական եկեղեցուն եւ ինքնասպանությունը իր համար դա մեծ մեղք է դիտարկում։ Իհարկե, եթե որոշ ստեղծագործություններ նայում ենք, այսպես կան, այդպիսի տողեր, քիչ էր մնում գլուխս մահու տամ, բայց դա պայմանավորված է Խաչատուր Աբովյանի չափազանց զգայուն լինելու հանգամանքով։ Իհարկե, նա այդպիսի քայլի երբեք չէր գնա, որովհետև նա համառ էր եւ շատ ուժեղ։ Այդ թուլությունը ինքը իրեն թույլ չէր տա միանշանակ։ Եթե խոսենք թանգարանի համալրման մասին, ինչ նորություններ կան թանգարանում, ինչ համալրում է եղել եւ ինչ որ, այսպես ասած, միջոցառում այսօր լինելու է, թե ավելի այսպես իր ծննդյան օրն է լինում միջոցառում, թե երկուսի դեպքում է լինում։ Մեզ մոտ այդպես ավանդույթ է ամեն տարի իհարկե որևէ կերպ նշանավորել եւ Աբովյանի անհետացման օրը եւ ծննդյան օրը այս տարի ուղղակի թանգարանը որոշեց Աբովյանի անհետացման օրը նշանավորել հին տոմարով, ապրիլի 14-ին։ Այո, այդ օրը ունենք մի շատ հետաքրքիր եւ ուշագրավ ցուցադրություն, ուսուցիչը խորագրով, այդ օրը նաեւ կլինի մեր նոր ցուցադրության վերաբացումը։ Անցյալ տարեվերջին կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության աջակցությամբ մենք կարողացանք վերանորոգման աշխատանքներ իրականացնել այդ ցուցասրահում եւ զուգահեռ համադրել նոր ցուցանմուշներով։ Գրեթե 1 տարի թանգարանի աշխատակիցները գիտական որոնողական աշխատանքներ կատարեցին Մատենադարանում, ազգային արխիվում, ազգային գրադարանում եւ կարողացան բավականին նոր նյութեր հայտնաբերել։ Իհարկե դրանց մեծ մասը գրական աղբյուրներից մեզ հայտնի են, բայց ցուցադրվում են առաջին անգամ։ Այսպես որ մեր այցելուներին սիրով հրավիրում եմ թանգարան բացահայտելու նորանոր եւ ուշագրավ փաստեր Խաչատուր Աբովյանի մասին։ Իսկ ուսուցիչը, ցուցադրության շրջանակում մենք ցուցադրելու ենք Խաչատուր Աբովյանի իր կենդանության օրոք տպագրված միակ գիրքը, նախաշավիղ դասագիրքը, աշխարհաբար լեզվով առաջին այբենարան դասագիրքը, որը բերել ենք Մատենադարանից եւ 6 ամսով կցուցադրենք մեր թանգարանում։ Եվ միաժամանակ կցուցադրվեն Խաչատուր Աբովյանի մանկավարժական գործունեությանը վերաբերող հետաքրքիր փաստեր եւ նյութեր, ընդ որում առաջին անգամ, շատ նյութեր առաջին անգամ են ցուցադրվելու այս շրջանակում։ Այսպես եւ զուգահեռ իհարկե կլինեն դասախոսություններ նախաշավիղ դասագրքի վերաբերյալ դրա կարեւորության եւ ժամանակին այն հեղափոխությունը, որ կատարեց նախաշավիղ դասագիրքը, այսպես իր աշխարհիկ բովանդակությամբ եւ գրաճանաչության նոր մեթոդով, որը առաջադրեց Խաչատուր Աբովյանը, մասնավորապես տառահեգական մեթոդից անցնելով հնչական մեթոդին։ ԱԲԳԴ։ Այո, այբենգիմը փոխարինելով ԱԲԳԴ-ով։ Իսկապես որ հետահայաց ենք անում այն նորամուծությունները, որոնք բերել է Աբովյանը, իսկապես թե գրական ժանրն է մոտեցրել ավելի ուղղակի սովորական մարդկանց, թե, չգիտեմ, ընթերցանությունն է առավել տարածել այս մասով, այնպես որ միշտ հետաքրքիր է այցելել ձեր թանգարան։ Ձեզ շնորհակալություն մեզ հյուրընկալվելու համար, հիշեցնենք, որ մեր տաղավարում էր Խաչատուր Աբովյանի տուն թանգարանի տնօրեն Արևիկ Ստամբոլցյանը։ Իսկ այս պահին մենք գնում ենք դիտենք գովազդ, վերադառնանք եւ դեռ կեսար չէ, դեռ առավոտը եթերում է լինելու։